Նկարահանել ֆիլմ Մոնթե Մելքոնյանի մասին որոշված էր վաղուց, երբ սկսվեցին աշխատանքները Վազգեն Վերջի Սպարապետ ֆիլմի, երբ ստեղծվեց Genetic Production-ը, հենց այդ նպատակով էլ ստեղծվել է Genetic Production-ը, որպեսզի այս ֆիլմերը շարունակական լինեն, եւ արդեն որոշել էի, որ երկրորդ ֆիլմը պիտի լինի Մոնթե Մելքոնյանի մասին։ Բնականաբար կար ցանկություն, կար նպատակ, բայց ինձ համար երևի թե ամենակարևոր բաներից մեկը Տիկին Սեդայի Մոնթե Մելքոնյանի կնոջ համաձայնությունն ու օրհնությունը ստանալն էր։ Բնականաբար այդ ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր ասում էին, որ դա գրեթե անհնար է, Տիկին Սեդան երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը ու մեզ էլ չի տալու, բայց ես հիմա հասկանում եմ, որ Տիկին Սեդան ունեցել է իր հստակ պատճառները, այն ժամանակ ոչինչ չգիտեի, միակ բանը, որ գիտեի, դա այն էր, որ եթե կա նպատակ, պիտի գնաս, պիտի փորձես, կստացվի, չի ստացվի, գոնե կիմանաս, որ դու ամեն ինչ արել ես դրա համար։ Առաջի հեռախոսազրույցի ժամանակ ստեղծվեց այդ կոնտակտը եւ շատ ջերմ մթնոլորտ, փոխադարձ վստահության մթնոլորտ կարծում եմ ստեղծվեց։ Տիկին Սեդան շատ կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը եւ նաեւ Մարգար Մելքոնյանը, Մոնթե Մելքոնյանի եղբայրը, եւ դա ինձ համար մեծ երջանկություն էր, մեծ հպարտություն էր եւ նաեւ մեծ պատասխանատվություն էր։ Առհասարակ ինձ համար Տիկին Սեդայի հետ ծանոթ լինելը, նման մարդու իմ կյանքում ունենալը մեծ պատիվ էր եւ ես դրա համար անչափ շնորհակալ եմ իրեն։ Հետո սկսվեցին աշխատանքները, անմիջապես հետո, հենց Տիկին Սեդայի համաձայնությունից հետո սկսվեցին աշխատանքները։ Ռեժիսորի հարցում երկար չեմ մտածել, դեռ Վազգեն ֆիլմի ժամանակ արդեն որոշել էի, որ երկրորդ ֆիլմի ռեժիսորը պիտի լինի Սուրենը Սաֆարյան, ով Վազգեն ֆիլմում երկրորդ ռեժիսորն էր։ Եվ ես ավելի շատ ոչ մեկի չէի վստահում եւ ճանաչելով իրեն եւ իմանալով թե որքան բծախնդիր է ինքը, որքան պրոֆեսիոնալ է եւ նվիրված իր աշխատանքին, կարծում էի, որ նաեւ ժամանակն է եկել, որ ինքը նման մեծ պրոյեկտում հանդես գա որպես ռեժիսոր եւ ինքը դա կարող է անի եւ ես չեմ սխալվել, որովհետև շատ մեծ աշխատանք է արված եղել ու առհասարակ Սուրեն Սաֆարյանի որպես ռեժիսոր եւ Սուրեն Թադևոսյանի որպես օպերատոր իրենց համատեղ աշխատանքը ինձ համար ֆանտաստիկա էր։ Արդյունքը իհարկե դուք կտեսնեք, բայց ինձ համար դա հրաշալի ֆիլմ է ստացվել եւ ես շատ շնորհակալ եմ իրենց։ Հետո ստեղծվեց արդեն մեր հրաշալի թիմը, առհասարակ քիչ է երևի այդ մասին խոսվում, բայց առանց թիմի ոչինչ հնարավոր չի անել։ Ոչ մի ֆիլմ հնարավոր չի նկարահանել առանց թիմային աշխատանքի։ Որևէ անհատ ինքը իրենով միայնակ ոչինչ չի կարող անել, եթե չկա պրոֆեսիոնալ թիմ։ Իսկ մեր թիմը նման էր շատ այսպես գեղեցիկ ծաղիկի, բոլոր ընտրված մարդիկ էին եւ մեծ մասը այն մարդիկ էին, ում հետ որ մենք արդեն ճանապարհ էինք անցել Վազգեն ֆիլմի ժամանակ, ովքեր որ արդեն Genetic Production-ի մեծ ընտանիքի անդամն էին կազմում, Նարեկը Սողոյան, Հարութը, հնչյունային ռեժիսոր, Դիանան, գրիմի նկարիչ, Լուսինեն Հակուսների նկարիչը, Սուրենը Սաֆարյան, Ալիսը, այդ բոլորը մեր թիմն էր, որտեղ որ ձևավորվել է հենց այդպես Genetic Production-ը։ Եվ նման թիմ, երբ որ դու ունես, ընդհանրապես վախենալու չի այսպիսի ճանապարհ անցնել, իսկ այս ճանապարհը նման ֆիլմերի ճանապարհը նման է պատերազմի, դու ամեն օր կռվի մեջ ես։ Իսկ երբ որ ունես նման թիմ, դու չես վախենում այդ ճանապարհը անցնել, որովհետև գիտես, որ իրենք քո կողքին են եւ ոչ միայն պրոֆեսիոնալներ են, ոչ միայն նվիրյալներ են, այլև հրաշալի մարդիկ են իրենք։ Եվ մենք բնականաբար ունեցել ենք ֆորս մաժորային իրավիճակներ, երբ եղել են մարդիկ, ովքեր որ ճանապարհի կեսից լքել են մեզ, եւ դա եւս մեկ անգամ ապացույցն է նրա, որ մարդկային գործոնը, ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլ նաեւ լավ մարդիկ, երբ որ քո կողքին են, դա շատ կարեւոր է։ Մի փոքր ուզում եմ պատմել դերասանի ընտրության մասին։ Մենք գիտենք, որ դերասանը կա։ Մենք գիտենք, որ ինչ որտեղ կա այն արտիստը, ով պիտի ներկայացնի Մոնթե Մելքոնյանի կերպարը, բայց թե որտեղ է ինքը, մենք իրեն չէինք գտնում։ Տարբեր դերասանների ենք նայել, զրուցել, փորձեր արել, ինչ որ մի բան այն չէր, ինչ որ մի բան պակասում էր։ Ու չեն կարողանում գտնել այն դերասանին, այն արտիստին, ով պետք է այդ կերպարը ներկայացներ, որովհետև Մոնթե Մելքոնյանը ինքը շատ այսպես
շատ հետաքրքիր մարդ ա եղել, շատ մեծ գունապանակ ունեցող մարդ ա եղել եւ արտիստն էլ պիտի այդպեսի լիներ։ Պիտի ունենար Մոնթե Մելքոնյանի եւ այդ մանկությունը, եւ այդ չարաճճիությունը, միամտությունը եւ նաեւ միևնույն ժամանակ այդ խստությունը։ Շատ բաներ կար, որոնք որ արտիստը իր մեջ պիտի ունենար։ Եվ հիշում եմ, երբ Տաթևը Կետիկյան մեր կաստինգի տնօրենը ուղարկեց Վլադիմիր Մսրյանի նկարը, ես այն ժամանակ չգիտեի, որ Վլադիմիր Մսրյանը հայտնի Վլադիմիր Մսրյանի թորնիկն է, ու իր անունը չէի ֆիքսել։ Առաջի ռեակցիաս այն էր, որ վայ ինչ անուշ տղա է։ Ու այդպես էլ իր անունը մնաց շատ անուշ տղա։ Ու հետո բոլորով սպասում ենք Վլադիմիր Մսրյանի կաստինգին, եւ կարող եմ ասել, որ Վլադիմիր Մսրյանը 3 վայրկյանում հաստատված արտիստ է ամբողջ թիմի կողմից։ Ու այն ոգևորությունը, այն ցանկությունը իր մեջ ներկայացնելու Մոնթե Մելքոնյանի այնքան շատ էր, որ բնականաբար մեր Դիանան Աղաջանյան եւ Լուսինեն կարող էին կերտել յուրաքանչյուր արտիստից Մոնթե Մելքոնյանին նման կերպար, բայց այդ մեծ ցանկությունը, որ կար Վլադիմիր Մսրյանի մեջ, դա գործի մեծ մասն էր եւ ես դրա համար անչափ շնորհակալ եմ իրեն այդ ոգևորության, այդ պատրաստակամության համար ինքը ընդհանրապես շատ տաղանդավոր արտիստ է ու շատ լավ մարդ։ Երևի անցնեմ ամենադժվար պահին, այդ այնց ոգևորված երջանիկ, որ հիմա գնալու ենք, սարեր ենք շուռ տալու, պատրաստ սկսել նկարահանումները, ինչ որ մի պահի նկարահանումները ավելի ճիշտ սկսելուց օրեր առաջ ես հասկացա, որ մենք հայտնվել ենք բլոկադայի մեջ։ Ու հիմա չեմ ուզում եզրերը կլորացնել, փաթեթավորել, նրբացնել, ուղղակի ուղիղ կասեմ, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց աջակցել պատերազմական տեսարաններին։ Դա երևի պատկերացնում եք, դա նման ֆիլմի համար դա կատաստրոֆա է։ Ես որպես պրոդյուսեր, ով ուզում ես եղի, որպես մարդ, դու չես կարող ինքդ քո գլխու Հայաստանի Հանրապետությունում պատերազմական տեսարաններ նկարահանել, որովհետև նման տեսարաններին հիմնական աջակցում է Պաշտպանության նախարարությունը եւ իրենց ներկայացուցիչներն են գալի, որովհետև ի վերջո դու պատերազմական տեսարաններ ես նկարահանում։ Եվ Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց աջակցել ու երևի թե իմ կյանքի ամենաանելանելի իրավիճակներից մեկն ա եղել դա, որ կոկորդիդ կանգնած ա, որ դու երևի թե պիտի ստիպված ես թիմին ասել, որ նկարահանումները չենք սկսում, կամ հետաձգվում ա, կամ չգիտեմ, ինչ որ մի բան պիտի ասես, որովհետև դու պարտավոր ես ասել, եւ իրենք բոլորը նայում են քեզ, մի բան դու պիտի ասես։ Բայց դու ոչինչ չես ուզում ասել, որովհետև ինքդ էլ չես ուզում խոստովանել, որ նկարահանումները չի լինելու։ Մի խոսքով, շատ դժվար էր ու հիմա եթե ինձ հարցնում են շատ հաճախ կամ հարցնեն թե ոնց նկարահանեցիք այդ տեսարանները, ես անկեղծորեն դրա հստակ պատասխանը չունեմ, թե ոնց նկարահանեցինք։ Ինչ որ կերպ նկարահանեցինք, մեծ քանակությամբ ռեկվիզիտ սարքվեց, շնորհակալ եմ այն մարդկանց իրենց ոսկե ձեռքերին, ովքեր որ կարողացան դրանք սարքել, պատրաստել։ Փնտրեցինք եւ նաեւ հայտնվեցին մարդիկ, ովքեր որ ձեռք մեկնեցին մեզ, օգնեցին մեզ եւ ես հիմա որ ասում եմ, հուզվում եմ շատ, որտեղ ինձ համար դա շատ թանկ արժի, բայց եղան հայրենասեր մարդիկ, ովքեր որ այդ բարդ իրավիճակում մեզ օգնեցին, որովհետեւ ախր գրողը տանի, այդ ֆիլմը իմ մասին չի։ Այդ ֆիլմը ձեր մասին չի, այդ ֆիլմը փողոցում քայլող մարդու մասին չի, այդ ֆիլմը Մոնթե Մելքոնյանի մասին է։ Ու ոնց կարելի է այդ ֆիլմին այդպես վերաբերվել, չգիտեմ, ու սա եւս մեկ անգամ ապացույցն է նրա, որ եթե դու ունես նպատակ, դու տեսնում ես քո նպատակը ու չես լսում այդ բլբլոցը, որ անընդհատ ականջիդ կողքը խոսում են ու փորձում են թևերդ կոտրել, քեզ իջեցնել ներքև, համոզել, որ ոչինչ չի ստացվում։ Դու ուղղակի տեսնում ես քո նպատակը ու գնում ես քո նպատակի ետևից։ Ոչ ոք ոչինչ երբեք չի կարող կանգնացնել քեզ ու դժվարությամբ, բայց մենք նկարեցինք այդ ֆիլմը, մենք այսօր ունենք այդ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է ստացվել եւ երևի թե առաջին եւ վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ այս թեմային, որովհետև կան մարդիկ, ովքեր որ շատ գունավոր ֆանտազիաներ ունեն եւ առաջի եւ վերջի անգամ ուզում եմ այս թեմային անդրադառնալ ու
փակել այդ թեման ու ասել, որ այս ֆիլմերը չունեն որևէ հովանավորներ, չեն նկարահանվում որևէ մեկի հրահանգով, ամբողջ ֆիլմերը, այս ամբողջ ֆիլմերը եւ ազգային ֆիլմը եւ Մոնթեն եւ Տաստված հետագա ֆիլմերը նկարահանվում են իմ սեփական միջոցներով եւ որևէ կոմերցիոն նպատակ այս ֆիլմերը չեն հետապնդում, այսինքն չկա ցանկություն նկարահանել ֆիլմեր, վաճառել եւ դրանից գումար աշխատել։ Նպատակը լրիվ այլ է։ Մենք բոլորս գալու ենք ու գնալու ենք, մեզանից ոչ մեկ հավերժ չի ու ոչինչ հավերժ չի, ոչ աշխարհում, ոչ մեր երկրում։ Մի օր մենք բոլորս չենք լինելու, բայց այս ֆիլմերը լինելու են, մնալու են եւ դա արվում է, որպեսզի հետագայում մեր հետագա սերունդները, մեր երեխաները, մեր թոռները, եթե անգամ գրքերում էլ այնպես ստացվի, որ չկարողանան կարդալ մեր հերոսների անունները, գոնե լինի ֆիլմեր, որոնց միջոցով իրենք կկարողանան ծանոթանալ մեր մեծերի հետ։ Այնպես որ նոյեմբերի 25-ին 2026 թվականի կկայանա Մոնթե ֆիլմի պրեմիերան, հետո նաև տեղի կունենա պրեմիերա Միացյալ Նահանգներում, հետո կարծում եմ Եվրոպայում եւ այդպես շարունակ։